Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 6-ի համար, օրը երեքշաբթի աշխատանքային օր է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 6-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև զգուշացում ունեք խարդախներից իհարկե, նաև կողը ինչ-որ մի այդպես բոցավառ է, այդպես կարելի ասել, որտեղ փուչկի նման է, ինչ-որ բան կարող պայթել, ինչ-որ նորություն կարող լսել, ինչ-որ մի բան կարող լսել, գաղտնիք կարող է բացահայտվել, նաև դա ինչ-որ փուչիկ բաներ են, փուչիկ խոստումներ են, փուչիկ խոսակցությունը, նաև սխալ, խարդախ, այդպես։ Ամենայն դեպս այդ քարտը, որ ընկնում է, արդեն իսկ ձեզ զգուշացում ունեք, որ զգուշ եղեք այդ օրը նման մարդկանցից։ Եվ նամակագրական կապ կարող եք հաստատել ինչ-որ մեկի հետ, իմանալ, որ ամուսնանում է, նաև հրավիրատոմս կարող եք ստանալ հարսանիքի վերաբերյալ, նաև ոմանք կարող է ձեզ են ամուսնության առաջարկ անում և դուք եք ինչ-որ մեկին գրում, պատմում այդ պրոցեսի մասին, նաև սիրելիի հետ կապ է սա, կարող է գտնվում է օտարերկրում կամ ձեր ընտանիքի անդամներից ոչ մեկն է ևս գտնվում է օտարերկրում, իր հետ նամակագրական կապ եք պահպանում։ Այստեղ որևիցե եկեղեցանի անձնավորություն ձեզ կարող է շեղել ձեր մտքից, ուղուց, ինչ-որ մի բան է, այստեղ կարող է այնպես անի, որ դուք սկսեք տատանվել ինչ-որ մի հարցի շուրջ, ծանրութ հետևանել և այստեղ նաև ուշադիր եղեք, ոմանք իրենց սիրելիների հետ կարող են վիճել և այստեղ կամ ոմանց մոտ ժառանգության հետ կապված հարց է, ոմանց մոտ սա բաժանում է։ Պետք է շատ ուշադիր լինեք, միգուցե այդ եկեղեցանին է ձեզ դրդում դրան, որ այլ ինչու է սա մնում, ինչու է եւ այլն, հա ինչ-որ բաներ կարող է լինել, որը որ բերել նաև դրան։ Այստեղ կարող է հստակ ինչ-որ մարդիկ կան, որ հենց այդ պրոցեսի մեջ են նաև գտնվում, բայց նաև կարող է այդ եկեղեցանուն պատճառով դրդի ձեզ և մտքերը դեպի դա գնան։ Ավելի շատ այստեղ նաև ժառանգության հետ կապված հարցեր կարող են լինել, պետական հիմնարկության հետ կապված հարցեր, որը որ կամ զույգից մեկը չի արել, կամ պետք է գնալ օրինակ վարկը վճարել, բայց չի վճարել, դրա վերաբերյալ կարող է լինել նաև վեճ իրար չհասկանաք թեկուզ, եթե զույգ չեք, ապա ընտանիքի անդամներից ոչ մեկը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։
Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 6-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը երկերեսանի մարդիկ կան առավոտյան ձեր շրջապատում, ձեր կողքը։ Նաև տան հետ կապված իրադարձություններ, ոմանք առիթ է, ոմանք հենց տան, ինչ-որ բաներ կարող եք անել տան մեջ, կամ տան հետ կապված որոշ հարցեր են, որոնք որ պետք է լուծեք, ողգուն եք տուն եք նայում, տարածք եք նայում, հողատարածք եք նայում եւ այլն, ինչ-որ մի բան է, որը տան հետ է։ Կամ այստեղ ընտանիքի անդամների հետ է կապված, ինչ-որ մի բան կարող եք լսել, իմանալ։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, հնարավոր պետք է շատ շուտ քնեք, հնարավոր է նաև ուշ եք այստեղ պարկում քնելու։ Նաև կարող է ժամադրված եք ուշ ժամի պետք է հանդիպեք։ Դե շատ ուշ չի սա, բայց ամենայն դեպս։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 6-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանց աշխատանքի վայրում կան երկերեսանի մարդիկ, նաև կարող եք հանդիպել պետական աշխատողի, կարող եք հարցազրույցի գնալ, բիզնես վարել, բիզնեսի գործերն առաջ գցել, նաև ուղղակի պետք է հասկանալ, որ երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, թե հիմա աշխատանքի բնույթից է, թե այդ պետական աշխատողն է, ում հետ որ կարող եք հանդիպել, դա արդեն չեմ կարող ասել։ Եվ հեռախոսազանգ կունենաք, ոմանք օրվա ընթացքում կարող են գորգռալ ինչ-որ մեկի վրա, բայց հետո ամեն ինչ կանցնի, տրամադրությունը ձեր կբարձրանա, դա ձեր տրամադրության վրա չի ազդի, բայց գորգռում եք ինչ-որ մեկի վրա, կարող է ջղայնանում եք, օրինակ երեխաների վրա։ Եվ երեկոյան որևիցե գաղտնիք կարող է բացահայտվել, հնարավոր է նաև փորձեն ձեզ խաբել ինչ-որ մի հարցում կամ ինչ-որ առաջարկ անել, որը սուտ է, որը սխալ է, այդքան էլ պետք չի հավատալ։
իհարկե ստորագրելուց կամ նմանատիպ ինչ-որ գործընթացների պետք է անպայման ուշադիր լինել, անմիջապես մի ընդունեք այն ինչ, որ իրենք ձեզ կասեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 6-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը կարիերայի բարձրացում ունեք, աճ, հնարավոր է պաշտոն են տալիս ձեզ, հնարավոր է ինչ-որ անում եք, կարող է պատվերներ եք գրանցում այդ օրը, կամ աշխատանքն եք շատ լավ կատարում, ձեզ գովում են անընդհատ։ Նաև այստեղ կարող եք գորգռալ օրվա ընթացքում և որևիցե մի լավ բան ձեր ձեռքից բաց թողնել, կամ կարող եք բաց թողնել հետո գորգռալ, ինչ-որ մեկին մեղադրել այդ բաց թողնված իրավիճակի համար։ Նաև հեռախոսը զանգ ունեք այդ օրը։ Եվ ինչ-որ շատ կարևոր իրադարձություններ էլ չունեք օրվա ընթացքում։ Դե, ոնց որ ասում եմ, մարդը ապրում է այնպես, ինչպես որ իրեն է հարմար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 6-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը երկար սպասված փորձե նամակ կարող եք ստանալ, փաստաթուղթ, փաթեթ, տեղեկատվություն, նաև սեղանի շուրջ կնստեք այդ օրը, կարող ինչ-որ բան եք նշում, և օրվա վերջ այստեղ էմոցիոնալ կարող եք լինել և դրանից էլ կարող եք գորգռալ, կարող եք բարկանալ երեխաների վրա, կարող եք այդպես ինչ-որ մեկը ձեզ հասցնի այդ էմոցիաներին, որ այդպես բարկանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 6-ին։ Հարգելի կույսեր, այստեղ քիչ զգուշացում ունակ, հեսա կասեմ։ Այդ զգուշացումը շատ կարևոր է։ Նաև այս առավոտյան ինչ որ միտեղ կարող երկար գնալ մնալ կամ սպասում եք ինչ որ մի բանի կամ ուղղակի այնտեղ երկար կարող եք մնալ կամ ինչ որ բաներ են դանդաղում, ինչ որ բաներ են կանգնած եւ այստեղ գորգռում եք։ Գորգռալուց հետո պետք է շատ ուշադիր այստեղ նաև կարող են բժիշկ կանչել։ Էմոցիաները բավականին շատ տեղ են տալիս։ Ճիշտ է, ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ բանալի ունենք այնտեղ, բայց համենայն դեպս մինչև դա այստեղ գորգռում է ինչ որ մեկը կամ ձեր ընտանիքի անդամները կամ դուք եւ հետո բժիշկ կարող եք կանչել։ Ինչ որ կարող է գաղտնիք է բացահայտվում, ինչ որ մի սխալի պատճառով է այդ գորգռոցը, որ մարդը իրեն հունից դուրս է գալիս եւ չի կարողանում իրեն տիրապետել եւ վատ է զգում հետո իրեն։ Այստեղ հենց ինչ որ մեկը կարող է ճնշումը բարձրանա, ինչ որ մի բան։ Կամ նաև ունեք հիվանդանոցում ոչ մեկը, գնում եք հիվանդանոց, այնտեղ գորգռում եք, որպեսզի բարձրանաք իր մոտ, իրեն տեսնեք։ Ժամը այնտեղ կապ չունի։ Ուզում եք ուղղակի բարձրանաք եւ գորգռում եք։ Ինչ էլ որ լինի, այստեղ միևնույնն է, ինչ որ մի բան կիմանաք այդ օրը, եւ յուրաքանչյուր փաստաթուղթ ստորագրելուց թեկուզ այնտեղ հիվանդանոցում, որ ձեզ տան, ինչ որ մի բան ստորագրեք եւ այլն, մի փոքր ուշադիր եղեք, ինչ եք ստորագրում, անպայման լավ նայեք, որտեղ կարող այնտեղ մի հատ մեծ վճարներ է գրած, դուք էլ չեք նայում։ Ամեն ինչ ամենայն դեպս հաջողությամբ կլինի, թեկուզ եթե հիվանդ ունեք հիվանդանոցում լավ է, եթե ծննդաբերում է լավ է, եթե դուք էլ ձեզ վատը զգաք, էլի միևնույնն է, ամեն ինչը լավ է լինելու։ Երեկոյան արդեն կարող եք տատանվել, ծանոթ անել անցածը, ինչ որ այդ ինչ որ եղավ, ինչպես եղավ, ապրած օրը կարող եք սկսել ծանրութ հետևանել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 6-ին։
Հարգելի կշարքներ, այդ օրը առավոտյան ինչ-որ մեկին եք սպասելու, ինչ-որ բանի եք սպասելու, կարծես թե չի գալիս, չի լինում, գորգռում եք, կամ կարող չեք սիրում սպասել եւ այդ սպասելու ընթացքում եք ուղղակի գորգռում, որ ինչ-որ մի բան ձեզ համար պարզ չի, երբ է գալու, ինչ է լինելու, եւ ելք եք փնտրելու օրվա ընթացքում, նաեւ հաջողություն ունեք, հաջողությամբ կարող է ինչ-որ մի ելք փնտրեք, գտնեք, նաև ուրախ կլինեք, ոչ մի լուսավոր բան տեղի կունենա եւ դա ձեզ կուրախացնի, կարող է հենց այդ սպասելու հետ էր կապված, կամ այդ ելքը գտնելու հետ էր կապված, որ ինչ-որ շատ կարևոր մի բան է եւ դրանում ելք եք գտնում, ուրախանում եք, տրամադրությունը բարձրանում է, որի վերջո ամեն ինչ նորմալ է։ Եվ երկեսանի մարդիկ կան, ովքեր որ փակում են ձեր ճանապարհը, փակում են եւ չեն ուզում ինչ-որ մի բան անել կամ ուզում են, այդպես ինչ-որ իրենց համոզելով, իրենց խոսքերով, այդպես համար մի տրվեք դրան, որովհետև ձեր ձեռքում է, դուք կարողանաք ամեն ինչ հանգիստ անեք։ Եթե իրանն է, կարող ինքը բարթացնում է, վայ սա սենց է, վայ նա նենց է, հայ եւ ամեն ինչը բարթացնում է եւ այդպեսով փակում։ Բայց եթե դուք ուզենաք, կարողանաք այդ ամենը անել։ Նաեւ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, թե առավոտյան, թե երեկոյան, արդեն դա չեմ կարող ասել, կող առավոտյան է դա։ Կամ ինչին որ սպասում եք, դա է ի վերջո լավ լուրը բերում ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 6-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ-որ միտեղ կարող եք գնալ, երկար մնալ, կանգնել, ինչ-որ մի բան է կարող է դանդաղում, կարող է կանգնած է դեռևս։ Եվ այստեղ ոչ է հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, դա նաև նշանակում է, որ դուք կարող եք շատ դանդաղել, ինչ-որ երկար տատանվել, մտածել եւ ձեր ձեռքից բաց թողնել։ Ինչ-որ մի բան չանել դրա համար եւ ի վերջո ձեր ձեռքից բաց թողնել այն։ Օրվա ընթացքում ոմանք կարող են սիրահարվել, ոմանց այստեղ կարող եք շատ սիրված զգալ ձեզ ամուսնության առաջարկ անեն, այդպես է ուրախ լինեք, սիրախոստովանություն անեն նաև, ամուսինը վերադառնա, երեխաները վերադառնան, հարազատները գան, հա այնպեսի մի բան, որ ձեր ընտանիքի անդամների հետ է կապված եւ ձեզ լավ եք զգում, կամ ամուսինն է հիշել ձեր ամուսնական տարեդարձը, այնտեղ նշում եք, ինչ-որ բաներ եք անում, նվերներ եք ստանում եւ այլն, ինչ-որ մի բան է այստեղ, որ ամուսինների եւ զույգերի մեջ է սա։ Նաեւ կարող է ծանոթանում եք ձեր երեխայի սիրելիի հետ, այդպես։ Օրվա վերջ հաջողություն ունեք, այդ հաջողության կարող եք նաեւ կիսվել ոչ տղամարդու հետ, նաեւ այդ տղամարդն է ձեզ համար հաջողություն
բերում ձեր կյանքը, այսպես նաև հանդիպում, շփում կամ հաջողությամբ հանդիպում եք այդ մարդու հետ, ինչ որ ուզում եք անել այդ մարդու հետ, խոսել եւ այլն, այդ ամենը ձեր ցանկությամբ է լինում այնպես ինչպես որ դուք եք ուզում։ Դա կարող է տղամարդն է, տան տղամարդն է գալիս տուն, հաջողությամբ հասնում է տուն, այդպես էլ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 6-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ որ մի բան է ուշանում, մոտապես 1 ամսից ավել, 1 ամիս մի քանի օր այդպես։ Նաև ինչ որ գաղտնիք կարող է բացահայտվել, փուչիկի նման բացահայտվել, տրայքել։ Բացի դա էլ ինչ որ մի բան, եթե կցանկանաք ստորագրել, գրանցել եւ այլն, ամեն ինչը մի հատ լավ ուսումնասիրեք հետո։ Օրվա ընթացքում ոչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, դե արդեն պետք է ուշադիր լինեք, որ բաց չթողնեք։ Եվ հաջողություն ունեք այստեղ, ոմանք ընտանիք կկազմեն, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, սիրո խոստովանություն, եթե դուք եք ուզում անել հաջողությամբ այն կստացվի, կկարողանաք այդ ամեն ինչը կազմակերպել, կարգավորել, նավրնև անակնկալ եք անում դա եւս կարող եք կարգավորել, կկարողանաք կազմակերպել ճիշտ։ Նաև սա կարող է տան տղամարդն է գալիս, այստեղ տղամարդ է գալիս տուն, կարող է ձեր տղան է եւ ինչ որ մի բան եք կազմակերպում իր համար։ Դե գնում եք տղայի տուն, ծնողների հետ ծանոթանալու։ Նաև իդեպ օրեր կար, որ չէր կարելի տղայի ծնողների հետ ծանոթանալ։ Ափսոս չեմ ասել, չեմ էլ գրանցել մոտս։ Նա չէր կարելի ծանոթանալ, որովհետև դե կարող է նաև չհավանեն, այդպես կամ ինչ որ մի բան այնպես չընթանա այնտեղ։ Համենայն դեպս այստեղ ինչ որ տղամարդ է, տուն է, զույգն է, հաջողություն, այնպես որ ինչ որ մի բան է ամեն մեկի մոտ կատարվելու։ Մեկի տղան, մեկի ամուսինը, մեկի տղան ինչ որ աղջիկը այդ կմտնի տուն, այստեղ նաև ամուսնության օրը կարող եք որոշել հարսանիք եւ այլն, նաև հաջողությամբ ավարտեք այդ հարսանեկան աղարողության պատրաստությունը, վերջը ոչինչ չկա անելու, ամեն ինչը պատվիրել եք, ամեն ինչը կա, նաև դե իհարկե ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, բայց այդ ամեն ինչի մեջ նայեք օծ կա, որովհետև նախանձ կա, ինչ որ մեկը նախանձում է ձեզ
Կողքից նայելով այդ ձեր ուրախությունը, այդ ձեր ուրախ պահերը, որ ինչ-որ մի բան է կատարվում տունը, ինչ-որ մեկն է վերադառնում, եւ այլն այստեղ նախանց պահեր կան, օծություններ կան, օծություն կարող են անել ուղղակի։ Օծություն անեն ընտանիքի հետ կապված, տան տղամարդու եւ ձեր միջև նաեւ դա էլ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 6-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող է հանգստի կարիք ունեք, եւ այստեղ վեճ կարող է լինել ինչ-որ մարդկանց հետ առավոտյան, կամ հարևանների հետ, կամ ինչ-որ մեկի հետ կարող եք վիճել, օրվա ընթացքում բավականին ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր է, եւ օծեր կան ձեր շրջապատում խանգարում են, ոմանց այստեղ կարող են խանգարել կարիերայի առաջ խաղացման հետ կապված, որտեղ կարիերան նվազում է, կարող աշխատանքի վայրում է ձեր, ինչ որ մի տեղ է, որտեղ որ օծեր կան համենայն դեպս։ Թույլ մի տվեք, որ խանգարեն ձեզ, խանգարեն ձեր աշխատանքին, խանգարեն, այստեղ կարող է կիսվում եք ինչ որ մեկի հետ, հետո նա ազդում է ձեր գործողության վրա, ձեր աշխատանքի վրա, ինչ որ դուք անում եք։ Դե նաև սա կարող է լինել այն վատ կոմենտ գրողներից, թեկուզ եթե ինչ որ առևտուր եք անում, առևտրով եք զբաղվում, եւս այն ինչ որ վատ կոմենտ գրող ոչ մեկը կարող է լինել, որ փորձի ձեր կարիերան նվազեցնել այդպիսով, ձեր ապրանքը վատ մեկնաբանի եւ այլն։ Ուրեմն մի փոքր այստեղ ուշադիր եղեք։ Եթե ոչ, ապա աշխատանքի վայրում է սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 6-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է զբաղվեք։ Հնարավոր է ժառանգություն է, հնարավոր է դատական գործընթացներ են եւ այլն։ Ելք եք ման գալու, ելք եք փնտրելու այդ օրը։ Ինչ որ մի բան անելու համար, ինչ որ մեկին կարող տեսնելու համար, ինչ որ մի բան է կարևոր, որի համար ելք եք փնտրելու։ Նաև ոմանց այստեղ ամուսնության առաջարկ կանեն, դուք կանեք ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, նաև դա կարող է լինել ընտանիքում ոչ է կարևոր մի պահ է, ինչ որ մի բան է տեղի ունենում, կամ նոր կյանք եք սկսել, ամուսնական, միավորվում եք դուք եւ ձեր ամուսինը կամ կինը, նորից որոշում եք ապրել իրար հետ։ Ինչ որ մի բան է այստեղ, որը որ միանգամից երկերեսանիների այդ շարժումը է, իրենց մոտ ինչ որ մի բան է խախտվում։ Դե երկերեսանի մարդիկ կան, ովքեր որ իբրև թե կարող են ձեզ շնորհավորել, կարող են իբրև ուրախանալ ձեր ուրախությամբ, բայց պետք է հասկանաք, որ նման բաներ չկան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 6-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը սպասում եք ինչ որ մեկին, ինչ որ բանի եք սպասելու։ Սեղանի շուրջ կարող եք նստել, բայց հետո կարող եք ձեզ վատ զգալ։ Կամ այստեղ եթե այդտեղ խմիչք եք օգտագործում, որից հետո ձեզ կարող եք վատ զգալ կամ շատ եք օգտագործում խմիչքը, հետո դա ասում է ձեր առողջությանը հետևեք, մի շատ խմեք, հետոն է այստեղ ասում արդեն։ Հետո առողջության հետ կապված ինչ որ բան, պարտադիր չի մարդը վատ զգա։ Եթե հատկապես նստում եք մեքենայի ղեկին, սա զգուշացում է ձեզ։ Նաև ուղղակի կարող եք ձեզ վատ զգալ, եթե այնտեղ սեղանի շուրջ ինչ որ մի բաներ եք ուտում, որը որ չգիտեք ինչ եք ուտում կամ չգիտեք երբ են պատրաստել, ինչ որ բաներ են այստեղ եւս ուշադրություն դարձրեք։ Կամ նշում եք ինչ որ մի բան, որը կարող է դիմել եք հանգստի համար, արձակուրդի համար եւ հիմա այդպես արձակուրդ են տվել ձեզ եւ նշում եք դա, որ կարող եք ի վերջո հանգստանալ մի որոշ ժամանակ։ Օրվա վերջ, որից է հնարավորություն ունեք, որը փորձեք ձեր ձեռքից բաց չթողնել։ Ինչ որ մի բան է, ինչ որ մի ոլորտում է, հստակ ոլորտը սա ցույց չի տալիս, ինչ որ մի հնարավորություն է, ինչ որ մի տեղ։ Փորձեք ձեր ձեռքից բաց չթողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։